Բարելույս սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է, Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ծաղկազարդն այսօր մեծ պահքի շրջանում առաջին օրն է, որ կարելի է հաղորդվել։ Այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որին անդրադարձել է մեր սիրելի գրողներից Հրանտ Մաթևոսյանը, մարդու ու անասունի տարբերությունների մասին, որ մարդն ու անասունը իրարից տարբերվում են ինչով, հիշողությամբ։ Մարդը հիշողություն ունի, ազգը հիշողություն ունի, եւ երբ որ ազգին ուզում են դարձնեն հիշողություն չունեցող, ուղղակի կենթանական բնազդներով առաջնորդվող ինչ որ մարդկանց խմբի, այդ ազգը կարող է ամեն ինչ որ ինքը ունի կորցնել։ Ուրեմն այս շաբաթվա գլխավոր թեման ինձ համար այս թեման է, որի մասին ես ուզում եմ մենք խոսենք։ Տեսեք։ Ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն։ Այսինքն հիմա մենք սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրավունք չունենք այս բառը օգտագործելու։ Ես որպես մասնագետ, որ զբաղվում է թեմաներում, որտեղ էթնիկ զտումը դա տարածված տերմին է, ես իրավունք չունեմ այն օգտագործել։ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին խոսել է վնասակար համարող Փաշինյանին, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը հարց է տալիս, ինչ է նշանակում վարչապետի այդ հայտարարությունը, արդյոք ցեղասպանագետներն այլևս չեն կարող զբաղվել էթնիկ զտման ցեղասպանության հարցերով, քանի որ Փաշինյանը դա որակել է վնասակար։ Վարչապետի հայտարարությունը պատմաբանին հիշեցնում է խորհրդային միության ժամանակահատվածը։ Նաև ինչ որ միտեղ սարսափում եմ դա մեկնաբանեմ, որովհետև մենք նման բաներ մեր պատմության ընթացքում ունեցել ենք, բայց դա այլ պետության մեջ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, Հայաստանի վարչապետը, հայերի կառավարության ղեկավարը, հույսով եմ ասենք, լավ հայերին ներկայացնող կառավարության ղեկավարը օրեր առաջ հայտարարել է, որ այդ խոսակցությունները էթնիկ զտում, ցեղասպանություն, բան, այստեղ նաև ասում է, հրաժարվում են պատմական արդարությունից, դե պատմական արդարությունը ինչ նկատի ունեն, ասենք, որ հրաժարվում են պատմական արդարությունից։ Այսինքն ցեղասպանության մասին չխոսել, որ դա չի եղել, դրա մասին է։ Ես զարմանում եմ ապրիլի 24-ին գնալու են ցեղասպանության հուշահամալիր, թե չէ, բայց սա ինչ է, սա տենդենս է, սիրելի հայրենակիցներ։ Սա տենդենս է, որ հեյ, հայեր, հերթականությամբ մոռացեք բոլոր ձեր սրբությունները եւ ամենակարևորը ձեր հիշողությունը։ Պատմական հիշողությունը ինչի մասին է, սիրելի հայրենակիցներ։ Այսինքն մենք ինչի ենք ստեղ ապրում, օրինակ ինչի եմ գնում ես Վիեննա, չգիտեմ, ես Սիմուր, Նյու Յորք, հետ վերադառնում Հայաստան։ Հիշում եմ, չէ՞ որ Հայաստան պետքա գնամ, որտեղ տունս ստեղ է, հայրենիքս ստեղ է, ես հայ եմ, սա մեր պետությունն է։ Մենք հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք։ Մենք ունեցել ենք վատ շրջաններ որպես ազգ, ասենք մեծ ցեղասպանության են ենթարկել։ Ինչի ենք օրինակ այս տարածքում մենք բնակվում։ Ինչ է պատճառը, մենք ստեղ ենք բնակվում։ Օրինակ քիչ եմ ես գնում Վենեսուելա խոսքի օրինակ։ Չէ՞ ասենք մենք ենք ստեղ բնակվում։ Հայերը ինչի են գալիս ստեղ։ Սուրբ հայերը ինչի են գալիս ստեղ։ Ասենք ուրիշ երկրի քաղաքացիներ ինչի են գալիս ստեղ ամառը։ Հիշում են, չէ՞ իրանք հայեր են գալիս են ստեղ։ Որ հիշում են գալիս են ստեղ։ Ինչու են գնում Նորավանք։ Հիշում են, որ իրանք քրիստոնյա են, Նորավանք, չէ՞։ Չեն գնում Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Հիշում են, որ առաջի քրիստոնյա ազգը, քրիստոնեությունը առաջի անգամ ընդունել են հայերը եւ գլխավոր սրբությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում է գտնվում։ Մայրաթոր գնում են Մայրաթոր։ Այսինքն այս պայքարը հիշողության դեմ է, ընդհանրապես մեր արմատները քանդուքարափանելու դեմ է եւ դա ինչի է բերելու, որ մի օր մեզ ասել են տղեկ ջան, մի հատ լսեք էլ, դուք ստեղ պրոստը կարակ ապրեք, դուք ստեղ տանտերեր չեք, դուք ով եք որ որոշեք ինչ խոսակ, ինչ չխոսակ։ Եվ այսօր եկել են մեզ ասում են դա։ Մեզ ասում են, բայց հայերի կառավարության ղեկավարն է ասում։ Տեսեք ցեղասպանագետը ինչ ասում, ասում է ես վատ բան եմ զգում ստեղ, ասենք խորհրդային միությանը սա եղել, ժամանակ է եղել, որ մեզ արգելել են այս չխոսակ, այն չխոսակ, ու սա վարչապետն ասում է տաբու բառեր պետք է լինեն։ Այսինքն իր համար տաբու է էթնիկ զտում ասել։ Արա մարդկանց էթնիկ զտման են ենթարկել, ոնց է տաբու։ Մարդիկ հիշում են, որ իրանց էթնիկ զտման են ենթարկել։ Մարդիկ հիշում են, որ տուն տեղ կորցրել եկել են։ Նույն ձևի իր զարմանքը, որ անդադար ասում է, մարդուն հարցնում են, որ դեցես, ասում է, Վանից ենք։ Արա ինչ ոնց ես դու Վանից, դու Դիլիջանից ես։ Ասում է, հա ախպեր Դիլիջան եմ ապրում, բայց պապերս Վանից են եկել։ Այդ մարդու հիշողությունը իր պապերից եկած։ Պապերը փոխանցել են իրան, որ մենք Վանը ենք ապրել, դեից ենք եկել։ Այդ մարդուն բացատրում ասում են, դու ստե չպետք է ծնվեիր, դու տինդե ծնվեիր, բայց որ ցեղասպանությունը եղել, ստեղ ես ծնվե։ Մի եկել ասում ախպեր այդ մոռացեք, մի հիշեք։
Ախր հիշողությունը ոնց բացատրեմ ինչքան կարևոր բան է, էլի ամենապրիմիտիվ օրինակներից բացատրելի, որ ինչի եք որոշում, որ գնում եք ձեր տուն, որտեվ հիշում եք, որ ձեր տունն է, չէ։ Ինչի եք գալի Հայաստան, որտեվ գիտեք ձեր հայրենիքն է, ձեր հանրապետությունն է։ Եվ այդ ամեն ինչը հիշողության հետ է կապված։ Հիմա մարդը եկել է, ասում ախպեր ջան, մի հիշեք։ Տաբու է, կոնֆլիկտացին է։ Ինչ կոնֆլիկտացին։ Այսինքն նայեք, ինքս դե ասում եմ մի հիշեք, տաբու է, կոնֆլիկտացին է էթնիկ զտումը, Ալիևը այնտեղ Խոջալույի ցեղասպանության հուշահամալիր է կառուցում, որը չի եղել, բայց ինքը կառուցում է։ Արտադրում է ինչ, հիշողությունը արտադրում իր ժողովրդի համար, որ ձեզ ցեղասպանել են։ Այս ժողովուրդը տրամադրվեք իրանց դեմ միշտ եղեք մոտիվացված, որ պետք է լինի իրանց կոտորեք, հա, ու այդ մոտիվացնելով սնում է եւ հիշողությունն է զարգացնում։ Չեղած բանը։ Ինքը եկել է Նիկոլ Փաշինյանը, վարչապետը մեր։ Եկել է ասում է տաբու ասա, մի հիշեք։ Այսինքն այն կողմից կեղծ հիշողությունն են արտադրում։ Ստեից ինքը ասում ախպեր ջան, եղած բանն է մի հիշեք, թարգեք, մոռացեք, փագեք թեման, թեմա է չկա, է բաց որ ասեմ սկի։ Թեմա բաց պաղը իրանք են իշխանությունները, թեման փագե բրծելա։ Դա ժողովրդի մակարդակը մեծ խոսակցությունը։ Չի, այսինքն ասում գնում ասենք, բան, Չորաթան գյուղ Տավուշի մարզում։ Արասում այս երեխեքին նայում եմ Արարատ լեռեն նկարում։ Արախիակ Արարատ լեռը նկարում։ Սիրուն սարեր ունեք, եք ձեր սարերը։ Ձեր գնայում ես աշխարհին ասում են, օքեյ, ախպեր, բայց ոչ մի սար Արարատ լեռը չի մեր համար։ Մեր ինքնության մասն է ինքը։ Ուր ես եկե մեզ ասում բան, մի նկարեք, ես իմ ինչ։ Բայց դե կարևոր մի հատ ուրիշ դրվագ կա, նա դրան անդրադառնանք։ Այս YouTube-ի գովազդը արդեն ուղակի բան անում։ Զզվացնում է։ Հիմա նայեք։ Կարևոր մյուս դրվագը վերաբերում է հետևյալին, որ անդադար է իշխանությունը, ասում է մի բան, բոլորս Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար։ Որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ դեր ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն։ Բայց սա խոսացինք արդեն, գնանք առաջ, նայեք, այսով է։ Էթնիկ զտման մասին։ A sustainable and viable international mechanism for preventing the ethnic cleansing of the indigenous population of Nagorno-Karabakh. Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն եւ կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայականն է։ 2024-ին Արթենից Արցախահայերի էթնիկ զտումից հետո ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումում Միրզոյանը մեղադրում էր միջազգային հանրությանը, որ ցեղասպանության մասին խոսում են այն ժամանակ, երբ այն արդեն կայացած փաստ է դառնում, ժամանակին քայլեր չձեռնարկելով հանցագործությունը կանխելու համար։ Ընդ որում, իբրև օրինակ Միրզոյանը բերում էր ոչ միայն անցած դարի հայոց ցեղասպանությունն, այլև Արցախում տեղի ունեցածը։ Մեր տարածաշրջանում դրականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի։ Ինչու Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման մասին ահազանգող Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այդ մասին խոսելն արդեն վնասակար է։ Եվ արդյոք Հիմա լսեք Ժորժ ջան։ Այս կառավարությունը անդադար 8 տարի է, չէ, ասում է մի բան, նայեք, այս ժամանակ կառավարության մեջ քաղաքականությունը մշակելիս ես նույնպես արտաքին քաղաքական մասով այդ լոբինգը արել եմ եւ մեր համար սկի հարց է չի առաջացել։ Մենք դրան էթնիկ զտում պետք է ասենք, թե չէ, որտեղ միջազգային իրավական գնահատականը էթնիկ զտումն է։ Մենք օգտագործում ենք էթնիկ զտում։ Ժողովուրդը այնտեղից որ եկել է բռնի տեղահանվել է, հիմա դե բռնի բառը չեն ասում, տեղահանվել է։ Այդպես કે կամացեսացուն եկել է, հետո ասելու են, դե տենց իրանց համար զրուցելով եկել են։ Տես կամաց, տենց Փաշինյանը դա տենց անելու։ Հա, արձանագրվող փախստական են, այդ մարտիկ փախստականներ են, բան։ Եվ այսինքն է 24 թվին է Արադ Միրզոյանը ելույթ ունեցել, այս որ թիվն է 26 թիվն է, տարուկես անցել։ Տարուկես անց նարատիվ է փոխվում։ Նայեք, այս իշխանությունը անդադար մի հատ բան ասել, հետո այդ բանը փոխել է։ Անդադար Սևրի պայմանագրի հարցն է բարձրացրել, հետո ասում են ինչ Սևրի պայմանագիր, ինչ պատմական արդարություն, ինչ չգիտեմ ինչ։ Ապուշություն ա եղել Սևրի պայմանագրից խոսալ, ասեմ ես ձեզ։ Իշխանության տեսանկյունով, իշխանության անունից, իշխանության համար ապուշություն ա եղել։ Դրանից հետո Արցախ Հայաստանը եւ վերջ, հետո միոպե բան։ Այսինքն անդադար այս նարատիվները փոխվել են։ Հիմա ես մի բան եմ ասում։ Ով ունի երաշխիք, որ այսօրս փակցնում են Հայաստանի Հանրապետության քարտեզը, ինչ որ պայի չեն գալու, տարուկեսից 2 տարուց եթե ընտրվեն, չեն գալու ասեն
Այս քարտեզը էլ արդիական չի մի կպցրեք, սա կոնֆլիկտ է առաջացնում, որովհետև Ադրբեջանը գտնվում է Սյունիքի Հայաստանի մեջ։ Կոնֆլիկտ առաջացնող տեսարանն է այս նկարը։ Կոնֆլիկտ է առաջացնում։ Դա այնց առաջ ասենք ՀՀ քաղաքացու հպարտ անձնագրի քարտեզն էին տպել, իրանք էին բաժանում էլի։ Լեռնային Ղարաբաղի քարտեզը կպցրած էր բանին, Հայաստանի քարտեզի վրա։ Ես դա ցույց եմ տվել նախորդ եթերում։ Հիմա այս մեկն են ցույց տալիս։ Նայեք անդադար իրանք մի բան ասում են, հետո գալի այդ բանը վերախմբագրում են։ Անդադար։ Դուք երաշխիք ունեք, որ եկուց ասել են, ասեք որ հայ եք, ինչ որ պայքար ասեն, մի ասեք որ հայ եք։ Հիմա կասեք սրում ես, բան ես անում, գրոտեսկ ես անում, պարոն Մարուկյան, ինչ եք, ախր չի կարելի բան։ Դուրս ինչ որ պայ ասել են, ասեք որ հայ չեք։ Ինչ որ պայ ասել են, մի ասեք որ սա մեր հայրենիքն է։ Ընդհանուր հայրենիք է, այստեղ ադրբեջանցիներն է պետք է լինեն բան։ Ինչ որ պայ կա ասեն Հայաստանի Հանրապետություն մենք ասում ենք, բայց Ադրբեջանը կար ասի արևմտյան Ադրբեջան, ինչ կա դրա մեջ։ Օրինակ Զանգեզուրի միջանցք ասեց, չէ՞։ Ինչ կա դրա մեջ։ Մենք ասում ենք Սյունիք, իրանք ասում են Զանգեզուրի միջանցք, ինչ խնդրեմ կա։ Անդադար դրա դեմ պայքարը, չէ՞ մեղում։ Հետո ինքը եկավ ասավ ախպեր թող ասեն, ինչ խնդիր կա։ Հիմա արևմտյան Ադրբեջանի դեմա չէ՞ պայքար մեղում, իբր թե, որ ախպեր դեվան դա կոնֆլիկտային, դա վտանգավոր խուսույթ է բան։ Էսա գալու են ասեն Ժողովուրդ ջան, հա ինչ անեք, թող իրանք ասեն արևմտյան Ադրբեջան, դուք ասեք Հայաստան։ Մի քիչ կանցնի իրանք եք ասեն արևմտյան Ադրբեջան։ Մի քիչ կանցնի անունի տակ կգրեն արևմտյան Ադրբեջանի վարչապետ։ Ինչնի խեք զարմանում, խեք մտածում որ չի լինելու։ Ձեր աչքի դեմն ա եղել, սա ցույց տվեցի, չէ։ Ստեղ տեսանք, չէ, ախպեր։ Մարտը գնաց է մակյամին, ասում են էթնիկ զտում ա եղել։ Մի վակվերեն ասում են, ա դե մի օգտագործեք այդ բանը, լա թարգեք էլի։ Հայլային լնելու է։ Ինչն է հայլային լնելու։ Ինչն է հայլային լնելու։ Ըստ տականքությանը վերջ չկա ժողովուրդ։ Ու դուք ինչ որ ախանում եք բանը թոշակն է բրցանում, չգիտեմ, հա մեզ սարքում են անասուն։ Հիշողությունը վերացնում են մեր։ Հոտի պես ուզում են քշեն միտեղից միտեղ։ Բայց գիտեք ո՞նց ա եղել որ մեզ հոտի պես քշել են միտեղից միտեղ։ Սենց են արել էլի։ Այն որ այնօրն ասում է բանը թողը գցում են վիզը երաշխավոր ասես քաշատալի։ Տանեմա կառապնարան բան, այդի դուք եք անում։ Այդ դուք եք անում։ Այդ որ ինքը այդ միտքը Ռուսաստանին նկատի ունի, բայց այդ ինքն է անում անձամբ։ Թուրքիայի գլխավորությամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի բանով, ցուցումներով։ Այդ Ռուսաստանի ժամանակ չեն էս մեր գրողները գրել բանը, լավ սովետի։ Այդ ժամանակ չեն այսքան հայրենասիրությունը ներդրել մեր սերունդների մեջ, որովհետեւ պատերազմի ժամանակ մարդիկ գնացել կռվել են։ Չեմ ուզում մտնեմ այդ համեմատական դաշտ։ Չեմ բացարձակ չեմ ուզում մտնեմ այդ համեմատական դաշտ։ Խորհրդային Հայաստանի գերբի վրա Արադ լեռը ավելի խոշոր է պատկերած։ Արադ լեռը։ Քան մուրշն ու մանգաղը, վերցրեք նայեք, որ էշ խոսում են, որ պետք է մի հանենք մեր ազգային պետության զինանշաններից պետք է հանենք Արարատը։ Կոնֆլիկտային է, դա հանենք։ Դա պայմանավորված է, պետք է հանեն ժողովուրդ։ Պետք է հանեն։ Մեկ էլ այսքանի օր ասում են բանը։ Դուք որ ասում եք նախընտրական խոսում եք, որ ասում եք օրինակ ադրբեջանցիները կգան, բան, դա վախ եք սերմանը մարդկանց մեջ։ Դի լավ բաներ խոսակ, լավ բաներ ասեք։ Պետք է ասեք լավ ասաղ լինելու բան, որ մարդիկ ձեզ ընտրեն։ Լավ բաներից պետք է մենք խոսանք։ Պետք է ասենք 500,000 աշխատատեղ մենք կստեղծենք ձեր հիմա ժողովուրդ ջան, ասենք։ Թոշակը կդարձնենք $60,000 խոսքի։ Տենց բաներ։ Պետք է խոսանք, որ մեզ ընտրեն, հա։ Պետությունը կորցնում եք, հայրենիքը կորցնում եք, հայ լինելը կորցնում եք, դա չտանից չխոսանք, որ դրա դեմ պետք է պայքարենք, դա թույլ չտանք։ Ինչի՞ց պետք է խոսանք։ Առավոտները կվազենք, որ առողջ լինենք, դրա մասին խոսանք։ Սա բանա փիլիսոփայական խոսակցություն է, պետք է հասկանալ այս վիճակից ոնց ենք դուրս գալու։ Որտեվ տեքստի հարցը, որ ով ինչ տեքստով ընտրությունն էին մասնակցում, սա սովորական ընտրություններ չի։ Եթե սա պիտի մասնակցես, տեքստը տեմպիսի տեքստ լինի, որը սովորական տեքստ չի բացարձակապես։ Սա սովորական ընտրություններ չի, սա սովորական իրավիճակ չի։ Մարդ եկե կանգնում է, ասում այսօր դուք ունեք անասուն։ Խի, որովհետև անասունն է, որ հիշողություն չունի։ Հորթին մորթում են կես ժամ, հետո ինքը արածում է իր համար։ Ես մոռացեք ախպեր, ինչ էթնիկ զտում, ինչ ցեղասպանություն։ Մոռացեք։ Այնտեղ Ալիևը կառուցում է, նարատիվա որ կառուցում է։ Գրավելու է երկիրը գրավելու նարատիվն է կառուցում։ Սրա մասին չխոսանք, լավ բաներից խոսանք, հահայի հիանենք, բան ցաղ լավ է։ Եղավ։ Խնդրում եմ արձագանքեք եւ ձեր մեկնաբանություններում ասեք։
Ինչա պետք խոսալ։ Արդյոք պետք է այս խոսալ, ինչ որ հիմա այս խոսում եմ։ Թե պետք չի խոսալ։ Մոռանանք ամեն ինչ։ Ինչա պետք խոսալ։ Ինչ եք դուք ակնկալում, ժողովուրդ, ինչ եք ուզում։ Եկի մարտահայտվեք, ասեք իմանանք։ Այսօր այսքանն է ուզում ասել։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։